Բարև եղբայր, ո՞նց եք։ Նվիրեմ ձեզ սրանից մի հատ։ Վայ, շորդ հաստատ չի կպնում, դուք անես։ Լավ, դուք ո՞նց եք երեխեք ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև երեխեք ջան, լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ կա, չկա, ինչ նորություն, հրազդանում, ինչ կա, ինչ եք անում։ Հա, իհարկե, եկեք նկարվենք, գնանք այս ծառի տակից ենք ում։ Մենակ արագ նկարվենք, էլի երեխեք։ Դե արագացրեք, բայց ամեն մեկ ուզենալու է իր հեռախոսով։ Եկեք երեխեք։ Նկարիան ուղղակի ինչ է Մենք նկար ենք ձեզ Ձեռդ Հեչուտ Դուր հարցերի ժամանակը չի։ Հա, բա ոչ հարցերի ժամանակը չի։ Ես խնդրում եմ ձեզանից մի հատ այս հրազանի ցեմենտի գործարանի համար էլի։ Կանգնեցրին գործարանը մենք մնանք պարապորտի մեջ։ Ահագին աշխատավարձ։ Ուզում եմ հասկանամ ինչն էր խնդրեմը գործարանը։ Խնդիր կար, ֆինանսական խնդիր ուներ ոնց որ գործարանը։ Քանի անգամ գերել են։ Պապոյանը ստեղ է, պարոն Պապոյան, ցեմենտի գործարանի հետ կապված ունեք ինֆորմացիա, ինչ խնդրեմ կա այնտեղ։ Հիմա մի ներդրող կա, ինքը մտադիր է նույնիսկ գնում կատարել, այդպիսի process կա։ Լուրջ process է։ Ռուսաստանցիներ են, ավելի մանրամասն կզեկուցեն ձեզ։ Իսկ ի՞նչն է խնդրեմ, ֆինանսական խնդիր ունի։ Ֆինանսական խնդիր շատ մեծ խնդիր ունի, գրավադրվել են, մեծ գրավ են դրել, գումար են վերցրել, չեն կարողանում աշխատել։ Իսկ այստեղի գործարանի առանձնահատկությունն է, որ ինքը ավելի բարձր որակի ցեմենտ է արտադրում, որը շինարարության մեջ ավելի Ինչ որ թաց մեթոդով ման եւ այլն։ Բարձր Պորտլանդը բարձր։ Այո, մեր արտադրանքը լավ բարձր լավ որակի ցեմենտ։ Ես Արցախյան բարի ուրախ եմ եղբայր։ Ոնց եք տեղավորվել եք։ Տուն առել եք թե վարձով եք դե։ Չէ, հələ որ չենք վերցրել։ Բայց քաղաքացիություն ստացել եք։ Հատ նվիրեմ քեզ սրանից։ Շնորհակալություն։ Քաղաքացիություն վերցրել եք, սերտիֆիկատը վերցրել եք։ Վերցրել ենք, բայց հələ որ տունը չենք վերցրել։ Ինչքան միլիոն դրամի է սերտիֆիկատը։ 3, այսինքն մի հոգի եք։ 2, ես ու մերս։ Բա չպետք է 6 միլիոն։ 3, 6։ Հիմա հրազդանը ավելացրել ենք 4, կդառնա 8։ Կդառնա 8։ 8 միլիոնը որտե կարա տուն առնի։ Հրազդանում։ Հա։ Ընդհանուր խոսքը Կողքի բաներում, ասենք։ լինելու է օրենքի սահմանում։ Պատրաստել ենք։ Շատ լավ եղեք եղբայր։ Լավ եղեք։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Երեխեք, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխեք նվիրեմ ձեզ սրանից։ Իհարկե կտամ։ Էս քեզ։ Ով բարակա հակած կկպցնեմ, ով շորը հաստա դժվար է կպցնելը։ Ահա։ Բա իմ շորին գլնի Հա, քո շորին է կլինի։ Հա, իհարկե եղբայր։ Հա, քոնը հաստա։ Վերջրու, էս էլ չէ։ Իհարկե կտամ։ Բայց խնամքով եք, չէ՞ պահում սա։ Սա խնամքով եք պահում, որովհետև սա մեր պետության խորհրդանիշն է։ Պետք է շատ հա, եղբայր եկեք։ Հոպ, էս ինչա ծածկվեք։ Նկարվենք։
Գնացին։ Բարև եղբայր, լավ եք։ Ուրախ եմ։ Լավ եք, Սևակ։ Բարև ձեզ։ Լավ։ Սևակ, ինչքան սուբվենցիա եք անում։ 1 միլիարդ 800 միլիոն դրամ է։ Այս 1 տարի, միլիարդ? բայց 25 թվականին 3 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ։ Խնդրեմ եղբայր։ Բարև ձեզ։ Լավ եք, բարև եղբայր։ Լավ եք, բարև ձեզ։ Հա, եղավ եղբայր։ Տեսնեմ ինչա նոր։ Մի անգամից չէ, ասցի հա, բայց պետք է կարդամ նոր, առանց կարդալու չեմ կարա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Յա, բարև եղբայր, լավ ես, 1000 տարի քեզ չեմ տեսել։ Բարև ձեզ։ Երեխեք ոնց եք, ինչ կա չկա։ Լավ եմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հարց ունեք մեզ, ասեք։ Ոչ մի հարց, դու հենք շնորհակալ եմ։ Հաստատ, լավ էլի, ոչ մի հարց չունեք։ Ինչ հարց։ Տենց են ամեն ինչ այդքան լավ, որ ոչ մի հարց չունեք։ Ոնց է լինի ինչ որ թերություններ կլինի, հələ ասեք, ինչ դիտողություններ ունեք մեր աշխատանքի հետ կապված, ինչ Ես չունեմ մնացածին, ես չեմ կարա երաշխատել։ Շատ լավ, ես եմ ձեզանից գոհ շնորհակալ, մենք ենք ձեզանից գոհ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում չբարևեցի, բար։ Հարի կպցնեմ իմ ձեռով։ Խնամքով կպահեք, բայց։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում դուք։ Մենք ես ծառայում եմ հիմա Բանակում։ Բարեկան խնամքի մեջ եմ հիմա ես։ Այդ ինչա, ասինքն հոսպիտալից։ Հիվանդայի հիմա Նորմալ բուժեցին։ շատ լավ է։ Պարոն Պապիկյան։ Պարոն Պապիկյան։ Լավ։ Դե առողջություն եղբայր։ Շնորհակալ։ Առողջություն։ Ում չենք բարև։ Եկեք Փաշինյանի ես Հաջա։ Երևանից եմ։ Երևանից եք, բայց այս ինչ առիթով եք եկել հրազդան։ Ես քեզ նամակ եկել։ Ինչ թեմայով։ Իմ դիտեք պատահելուց հետո աղջիկը։ Տունը ստվի գրավեին։ Սաղսեցինք, հիմա մեկին խնդրում եմ, որ մի հատ հաշվապահությունը ճիշտ հաշվեն, չէ՞։ Ինչի հաշվապահությունը։ Որ վարկը վերցրել եմ աղջիկս ավետել մահացա։ Հիմա բիզնես բանկ վարկա ունի։ Զինվոր կար։ Դրանք Մայրական խնամքի ասի դրանք կարելի է հաշվել։ Մեկին եղբայր սպորտ Ադախազարի մի րոպե սպասի։ Ուրա Գագիկ Իսախանյան։ Գագիկ բարդ բան ես ասում եղբայր։ Բարդ բան Հա, եմ հələ Թոշակ դրելու իրավունք ունեն։ Թոշակը Հարգադի դնեն։ Որ ինձ նամակը Գագիկ ջան, մի հատ լսելի բարդ թեմա է ասում։ Բա քեզ։ ինչ ասեմ, ես Իմ օգնականն է, բա օգնականից կանչեցի որ լսեք։ Հա ջան։ Հա եղբայր։ Գագիկ ջան ես։ Հա իհարկե։ Բայց խնամքով եք պահելու, հաստատ, խոստանում եք, ահա։ Հա ջան։ Համեցեք։ Լսում եմ։ Գողացի մայր։ Խոնարհում ես։ 93 թվին այդտեղ զոհվել է եղնիկների ջոկատը։ Մարտական խաչ առաջի աշճանի տված է։ Ու ոչ մի բան դրա համար։ Ինչի ասենք ոնց։ Բայց մարտական Ղարաբաղի մարտական խաչ առաջի աշճան։ Ասում մեր մարտական խաչը դու լավ գիտես Միքայելյան։ Այդ դրա համար թոշակավորում, բան, այդ մեդալի համար չկա դες։ Այսինքն դու Ղարաբաղ։ Գիտեմ, 93 թվին է զոհվել։ Իսկ որ հրազդանից, հա, ինքը։ Միջոցառում շատ ա եղել, արել է։ Ձեր ջոկատից, հա։ Զինվոր չէ, կամավոր ա եղել 21 տարեկան։ Տենց կարգավորում չունենք մենք փաստորեն։ Արչապետ Ղարաբաղի տրված մեդալի մասին է խոսքը հասկացա։ Հայաստանի Հանրապետության։ Բայց Հայաստանի Հանրապետությանը բան կա, չէ, պատվով վճար կա, չէ, առաջին աստիճանի։ Ինչ նկարվենք։ Հա, տենց է կարգավորում այս պահին։ Բայց հիմա մենք բան ենք անում։ Ճիշտն ասած, բանի զինվորների ապահովագրության հիմնադրամը հիմա հնարավորություն նայում ենք, հետ ենք, չէ՞ գնում։ Ասել եմ ամենը, բա։ Հա։
Հա, Ես ամենը փոխանցել եմ, շատ լավ։ Իմ երեխու քարը, որ ես գցել եմ, այն ժամանակ իմ ուժերով։ Բենյա դու լավ գիտես ինչ եմ օրեք համար։ Փաշինյան Հա, չէ, լավ, ոչինչ, ոչ։ Հա, լավ, լսում եմ ձեզ։ Իմ երեխու գերեզմանոցը ներկայությամբ զաբորապատած չի։ Մենակ քարն է գցած, այն ես իմ ուժերով եմ գցել։ Այսօր ոնց պետք է լինի։ Ինչ եք ուզում որ անենք ասեք։ Ուզում եմ օգնեք սարքենք։ Հիմա չէ, մի րոպե, սպասեք։ Հիմա ընտրական շրջանը նյութական խոստումներ չեն կարող տալ։ Հետագայում պարոն մի քանի հա, չէ, բայց կապ չունի էլի իրավունք չկա։ Հետո հանգիստ, հետո։ Ընտանիքից շատ եմ օգնել, պրոստո գնա Դանելանարան փող։ Հանգիստ։ Հա, չի թարգի, ինքը չի թարգի իր հասած։ Քանի հանդիպել եք, ինձ իմ օգնեք։ Չէ, հիմա ընտրական շրջանը իրավունք չունենք օրենքով որևէ նյութական բանի խոստում տալու, իրավունք չունենք։ Բայց լսեցինք ձեզ, պարզատ, սևակը համոզված եմ ամեն ինչ հետո, երբ որ օրենքը թույլ տա, հիմա օրենքը թույլ չի տալիս ոչ մի խոստում։ Շատ լավ։ Հասկացա, ասա եղբայր։ Որ Եսա քանի տարիներ ես չեմ կարող իմ բնակարանը հետ վերցնել։ Ոնց Ումից հետ վերցնեք եղբայր։ ինչ որ ես Պարսկաստանից ենք եկել։ Հա։ Բանը իմ բնակարանը դրել եմ, ապօրինը վաճառել եմ։ Չգիտեմ ոնց անեմ, ես քանի տարիներ է։ Որ թվին են վաճառել։ Էդի 93 թվին է վաճառել։ Եղբայր, բայ 93 թվին բայքարում վերցնել եմ։ դատարանի գործ կա հիմա։ Դե Ինչքան էլ ես դիմում Պարոն Սպորտի գնում եք։ Քիչ եք գնում։ Ես գնում եմ Լովեն։ Որտեղ սպասում։ Բանովի բանի վարչապետի գավաթի մասնակցում եք։ Այո։ Չէ։ Ինչի։ Լավ չէ։ Գիտեք դրա։ Չէ, ստեր եմ։ Փաշինյան մի հատ է զնակի ցկտակ է նշանից։ Շնորհակալություն։ Земляк։ Հա ճիշտ է, ես գիտեմ Հրազդան Ագին Իջևանից մարդ կա։ Այն ժամանակ բանի Հրազդան բանի գործարանի համար աշխատելու համար Ագին Արի նկարեմ։
Ես 1945 ծնված եմ։ Ես 7 շրջանվեցել եմ, 7 շրջան։ Բայց ես Ղարաբաղը ոնց է, որ Ղարաբաղցի կամ ուժ եղել, համ կռվող է, համ էլ աշխատավոր ժողովուրդ է։ Ես ոնց է, որ պարտվել եմ։ Ես չեմ մանում, բոլորը եկալ ստեղ, մեր գործ են տալ, մեր տոն կա։ Այո, ճարտակ քաղաք։ Ես այն մարդու եմ եկել ոսկի մալայա նիվելի, ես նապայրիկալ։ Անուն ինչ է, Վալոջի, հա։ ոնց է Վալոջը։ Չեմ մանում խանավորը։ Տեղավորվել է։ Դե կը 4 անգամ թողել են։ Քանի հոգի եք ընտանիքում։ 5 հոգի եք, 5։ Բա 5-ի սերտիֆիկատը չեք ստացել, մի 20 միլիոն պետք է ստանալ։ Այա բրիստու։ Էսա 3 կամ էսա։ Հələ չեն տվել։ Քաղաքացիությունը հələ չեք ստացել։ Մենակ մեր տղեն դու, բայց մերը Մի ընտանիք եք 5-ով։ Հա։ Դե էսա 20 միլիոն կստանա, քաղաքացիությունը կստանա, 20 միլիոնը կստանա, 20 միլիոնով տուն կարան, չառնեն Հիմա դու հրազդան։ հատե ասում ես, չէ։ Հա։ Ես հիմա հավատամ թե Եղբայր, դա չի կարա չլինի, հավատալու հարց չկա։ Հիմա անեմ ազգանումս Վազգեն Արստամյանը։ Պարոն Արստամյան, տեսեք, խնդիրը քաղաքացիություն ստանալու process-ը մի քիչ երկար է։ Բախի են երկարացել։ Դե որովհետև մեծ հոսք է մարդկանց, մեծ է։ Այս պահի դրությամբ արդեն 30,000 Ղարաբաղի մեր ժողովրդից 30,000 մարդ ստացել է քաղաքացիություն։ Դուք էլ կստանա, դուք 5-ով մի ընտանիք եք, որ 20 միլիոն դրամ ստանալու եք։ Սկզբից 3 միլիոն դրամ էր, չէ՞, Հրազդանի համար։ Այն օրը մենք, չգիտեմ, տեսել եք հեռուստացույցով տեսել։ Դարձրեցինք 4 միլիոն։ Հիմա մի հատ խնդրում եմ Հա, չէ, Հրազդանը միշտ Համայնքապետարանում ընդհանուր Չէ, մի րոպե, այդ պարզա գիտենք, որ շատ լավ եք։ Հիմա ինձ ուրիշ բան ասեք, 20 միլիոնով Հրազդանում ինչ տուն կարան առնեն։ կարող են Երկու սենյական, իսկ բանում, իսկ գյուղում կողքի։ Պարոն, Որտեղ եք ուզում։ Մի րոպե, էլի ես խոսում լսի։ Հա, եղբայր, լսի։ Ես ուզում եմ որ մենը Չէ, Արզնի մա թանկ թեստը։ Ուզում եմ այնտեղից ես հողը վերցնեմ, նայ, հողը վերցնեմ, ես ինքս համ մայլար եմ, համ քարտ աշում, համ ամեն ինչ սվաճք եմ, ամեն ինչ եմ անում։ Ես իմ տղաս կարող Կարակ դուք սարքի։ Հա, մեր ուժերով։ Ինչ հողամաս կարան առն։ Համարել են հողը տալ։ Մենակ թե մինչև 4 միլիոն է կարան հող։ Մենակ թե մեզ օգտեք, հա։ 4 միլիոնի, այդ 20 միլիոնի մեջ է դա։ Հա։ 4 միլիոնի հող կարակ առնեք, 16 միլիոնով է կարակ հələ ձեր ձեռով սարքեք։ Այդ հողը վերցնում եմ, օրինակ, ինչքան Հիմա բայց նայում եք, բայց հիմա նայում եք հող, նայում եք, որոշեք Ես տեղ իմանում, շտեղա, ամեն տեղ իմանում։ Ես տեղ, ամեն քաղաք ես իմանում։ Հիմա 4 միլիոնանոց հող գտել եք։ Հը? 4 միլիոնով հող գտել եք։ Չէ, ես հողը տեղի իմանում եմ, բայց չեմ իմանում դա քանի միլիոն է։ Բա մի հատ տիրոջը հարցրեք։ Տիրոջը բա հարցրեք, խոսացեք, բաց զբաղվեք, որ պետությանն եք ասում դանդաղաբատեր մեկ դուք էլ եք դանդաղ շարժվում։ Չէ, պայեզդան դաղում ես, պայեզդան դատաղայում ես։ Հա։ Շատ լավ, ամեն դեպքում կտնավորվեք, այդ քաղաքացիությունը կստանաք, այդ գումարը կստանաք, տունը կառնեք, կտնավորվեք։ Ինչ որ ասել ես, ես Եղբայր դա պիտի հավատամ, տեսեք։ Դա անխուսափելի բան է, դա արդեն լավ էլի։ 5000 հոգի։ Արդեն, հա, իմիջիայլոց այն օրը թիվը արդեն առել են, արդեն 5000 Ղարաբաղ, արդեն 5000-ը սերտիֆիկատը վերցրել է, 2000-ը արդեն տուն են առել։ Հիմա երբ եք տալու։ Քաղաքացիությունը ստանա։ 3 ամիս է սպասում։ Մի հատ անազգանունը Տիկին Սարգսյան։ Պարոն Արուստամյանի քաղաքացիության Մարտունա շրջան ճարտար քաղաք, մի հատ քաղաքացիության հարցես մարդկանց տեսեք ինչի է ուշանում։ Լավ եղեք։ Հաստատ դու էլ լավ կաց։ Շնորհակալ եմ։ Դաշնի սեկտոր կա, Արզենից վեր, Զախի վրա, բարձրանում։ Իսկ գինը ինչ արժի, 500 մետրը ինչ կարժենա անդեմոտարպես, 500 մետրը ինչ կարժենա։ Շատ թանկ է, բայց այնտեղ ասում են շատ թանկ է հողը։ Թանկանոցը, իսկ հետի թանկանոց է, բա Հայաստանում բա շենքեր անշարժ գույքը բան թանկանում։ Դա իժանալալ, բայց այդտեղ թանկ է։ Դե դրա համար
ջուրու թանկա, բանջարը թանկա, Եղբայր, հիմա որ ասեն, այն ժամանակ Ղարաբաղում գիտեք ինչի էր ամեն ինչ էժան, որովհետև մենք այնքան փող ենք տալիս, որ էժան լինի։ Այդ դրա համար էլ էժան է։ Ստեղ էլ լիքը կլինի, ստեղ էլ լիքը կլինի։ Պենսիաներ որ տալիս ես։ Հա։ Քիչ է պենսիաներ, օրինակի հաշիվարավ։ Այդ պենսիաները, որ Ղարաբաղում բարձր ա եղել, էլի Հայաստանի բյուջեն ա տվել փողը։ Բայց հիմա բարձր չի լավ, մեկ ալա կամ Հայաստանը կամ Ղարաբաղը։ Ով ասում, ոչ։ 20% բարձր ա եղել Ղարաբաղը։ Ամենտեղը միշտ 35 20% բարձր ա եղել ասում։ Մեր պենսիան 35,040 Հիմա ինչքան եք ստանում։ Ես։ Հա։ Իրանցն էլ է, չէ՞ բարձրանում։ Քաղաքացիության հարցի հետ կապված չկա։ Հիմա ինչքան եք ստանում։ Ես։ Հա։ 68,000 Հիմա ապրիլի պետությունը վերցել է։ Եղբայր, սպասեք, հիմա ապրիլի 1-ից կստանաք 78,000։ Ես գիտեմ։ Եվ անկանխիկ առևտուր անեք 10,000 էլ տեղից կլինի։ Ես չեմ ուզում, ուզում եմ մաքուրի ես վերցնեմ։ Մաքուրը ինչ։ Վերցնեմ ես ինձ համար օրինակ առևտուր անեմ։ Գնա քարտով արա առևտուր։ Քարտովը տասխալա։ Երկու անգամ գնացել եմ քարտով վերցնել։ Օրինակ հաշիվ կանում 160 ռուբլիա չէ։ 50 կոպեկով ինձ խափում են։ Քանի անգամ տարածել ասա։ Չէ, ընդհակառակ։ Այս որ ասում։ Ընդհակառակ, ես չեմ խափում։ Եղբայր, ես մաքուր մարդ եմ։ Տեսեք, քարտով ավելի դժվար կխափեն, քան թե կանխիկով, որովհետև քարտը ֆիքսվում է։ Գինը ապրանք։ Այս քրմեն մենակ դեպերցում չէ։ Էնա օրինակ 160 քարտով արա առևտուրը, քարտով։ Չէ, քարտով չեն կարա խափեն։ Ինչքան Սևակ ինչքան մարդ կա մոտավորապես Հրազդանում Ղարաբաղի ժողովրդի 4200 Հա, ահագին։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, քեզ բարևել եմ։ Բարև ձեզ։ Քեզ էլ եմ բարևել։ Ում չեմ բարևել։ Հաջան, բայց ձեզ էլ եմ բարևել։ Բարևել ես, մի հատ ընկերուհի։ Այն բանից էլ տվել եմ ձեզ։ Հա, այդ նշանից ընկերս ուզում է, Հայկ ուրա։ Հա, իհարկե։ Երեխեք ձեզ տվել եմ սրանից։ Ում չեմ տվել։ Մի հատ էլ Հայկի համար։ Հայկի համար տուրել է։ Էս էլ Հայկի համար։ Մերսի։ Ում համար ես ուզում։ Ուրա Հայկ։ Քրոջդ համար, հա, ահա, էս է քույրիկի։ Էսա, մի վարկյա, բայց լավը չեղավ նկարը ոչինչ։ Հաճույքով, մի հատ տուր, մի հատ այ սենց կպցնեմ ես, մի հատ կպցնեմ, ահա։ Ով ա ուզում բարևի, գնացինք։ Բասակ լավ ես։ Բարև եղբայր, Հաջան, ասա եղբայր։ Ես Սևանից եմ, ես սպասի։ Սևանից, հա, չհասցնինք Սևան։ Մի հատ բան հարցով դիմեմ։ Ուրեմն մեր պետի տեղակալ է։ Ինչի պետի։ Միլիցիաների։ Ոստիկանության պետի տեղակալ է։ Բանի մորքուրի տղի հետ կազմակերպին, որպես տնից 5 միլիոն փողակ ուղղացվե, սարքեց իմ տղի վրա։ Եսա 5 տարի դատավարություն հետ ինչ փաստաբան բռնում եմ, գալում են կաշառվում են երկու կողմից եթում են։ Դրան պլյուս ինքը զվայնի ստացավ իմ տղի մոմետ, ով եկավ չալիցավան պետ ելավ։ Վայ Ղազարյանը դալիճից ազատեց 6 ամսո ընթացքում։ Ձեր ազգանն է 5 տարի ես տանջվում եմ։ Եղբայր, բայց դատարանի մեջ գտնվող գործը ես ինչ անեմ։ Դե լավ փառք Աստծո նստած։ Բայց դե վերաքնիչ դատարան եմ տվել, էլի աչք չեմ առնում, ցավը։ Դե եղբայր դատական գործ է, բայց ինչ անեմ։ Դատարանը պետք է լսի հասկանա ինչ է կատարվում։ Ես ինչ կարող անեմ։ Ասենք իրանք որ բլաստ իրանք ձեռն ով գալն փաստաբանների։ Դե չէ, դե դատարան կա, փաստ կա, փաստար կա, դա հոտեն չի։ Շատ եմ։ Դատարանն է, դատարանում բան չունեմ ես անելու եղբայր։ Երեխեք լավ եք։ Բարև ձեզ։ Նորմալ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, բարև ձեզ։ Ում չեմ բարևել։ Հա, իհարկե։ Հա? Հրազդանից եք, բայց։ Բա ո՞նց եք հայտնվել հիմա Հրազդանում ստեղ։ Պատահական։ Լավ է։ Դուք ոնց եք եղբայր։ Լավ է, լավ։ Ինչ կար առաջ ենք իրար տեսել։ Հա։ Ասունի անդրուչան։ Ինչ քեֆ եք, ինչ հալի եք, ինչ կա չկա, ինչ հարցեր ունեք։ Դարին բժշկական օգնում։ Եր։ Հա, Եր։ ինչ են ասում։ Ստենդը։ Հա, ստենդ։ Երբ դրին։ Երբ դրին, երբ։ Ես երկու ամիս այն հակի։ Քանի տարեկան եք։ 62 տարի։ 62 տարի։ Լավ եմ ասում։
ակտիվացար իր տեղերը ծնում են լավ։ Դե լավ քայլ, լավ նայ։ Մի քիչ քաղաքը ջուրմուրը շատ այս շենքերի մասով ֆինանսավորված է, համակարգը։ Ջուրմուրը նկատի ունես պատվալներում, հա, գիտեմ, այդ խնդրեմ։ Ես գիտեմ որտեղ։ Գիտեմ։ Վերընտրվեց կը։ Աստված ու ես մեր։ Աջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ։ Ես Ուզում էլ եմ, ձեզ որ եմ շատ։ անպայման լինի ինչ-որ կամենում է հայ ժողովուրդը։ Անպայման, բա Ես ձեզ իհարկե, շատ սիրում եմ, ամեն ինչ շատ պետք է հայ ժողովրդի կամքով լինի։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ։ Նմանապես ուրախ եմ։ Շատ ուրախ։ Բարև եղբայր ջան։ Ոնց ես։ Մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Ինչ է անունդ։ Լավ ես սովորում Նարեկ դպրոցում։ Քեզ նվիրել եմ։ Հա։ Ում չեմ նվիրել սրանից։ Հա, իհարկե կտամ։ Բարև ձեզ։ Լավ դու։ Մի հատ էլ քույրիկին իհարկե կտամ։ Մի հատ էլ քեզ։ Չենք տվել ձեզ։ Արից, այսենց։ Ահա, էսը քեզ։ Քեզ տվել ենք, չէ՞։ Հա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ինչ կանցումը որտեղ անցնենք։ Մի հատ զբա։ Բարև եղբայր ջան։ Բարև եղբայր ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ է։ Լավ են գործերը։ Ինչ տրամադրության։ Լավ, դուք ոնց եք, փառք Աստծո։ Լավ եք։ Պետք է տունեմ YouTube-ով իմ այլ էսի։ Շատ լավ։ Ձեզ էլ, բոլորիս հաջողություն։ Բոլորիս հաջողություն։ Մեր ջան, բարև, լավ ես։ Բարև եղբայր։ Լավ ես։ Սպասիլա մեր մարդկանց տեսնենք, մի հատ բարև ենք։ Ոնց եք։ Ոչինչ, հարմար։ Ոնց է տրամադրություններդ։ Ձերը լավ է։ Քանի տարեկան եք դուք։ Եթե Քանքն եմ։ 65, 74։ 74։ Առողջության ապահովագրությունը գիտեք, տեղյակ եք։ Չեմ մասնակցում, չեմ գնացել, բայց Դե Աստված տա առողջությունը ձեր այնքան լինի, որ սկի կարիքը չունենաք էլ։ Այսինքն այդ համակարգը նրա համար է, որ Աստված չանի, եթե մի հատ խնդիրը լինի, իմանաք, որ այդ բանը կա։ Գիտեք, որ թոշակները բարձրանալու են 10%, 10,000 դրամով։ Չուրի ոնց որ օշմե չտենա, չեն կարող։ Դե սա բան չմնաց, այսօր ամսի քանիսն է։ Այսօր ամսի քանիսին եք թոշակը ստանում։ 2-ին 3։ Ահա, 2-ին 3-ին 10,000։ Հիմա ինչքան է բայց թոշակը ձեր, եթե գաղտնիք չի։ 45-800։ Կդառնա 55-800 ու պլյուս անկանխիկի այդ ծրագրից օգտվում։ Հետ ստացել եք հեչ։ Հա։ Մոտա մաքսիմում ինչքան է որ հետ եք ստացել։ Ես անում եմ 9000 դրամ փող է գալիս։ 9000 գալիս է։ Դե մի 45000-ից անում եմ 9000 գալիս։ Ահա, հիմա որ 55, այսինքն էլի կգա, մոտավորապես մի քիչ էլ կավելանա։ Էլի այդքան էլ կավելանա։ Հա, գիտեմ։ Լավ եղեք։ Հաջան։ Բայց չեն նկարվել, ով չի նկարվել։ Եկեք, այս ռոլիկով լավ տղերքը չեն նկարվել ինձ հետ։ Մի հատ այդ բաներից դու, մի հատ սպասեք ձեզ։ Այ տեսեք սպորտսմենները ինչ թեթև լավ հագնված են, շատ հարմար բաներով, շորերով։ Վայ, մագնիսը։ Ահա։ Ես քեզ տվել եմ, չէ՞։ Ահա, մեզ տվել։ Ով է ում հետ եմ նկարվում։ Ովան։ Եկեք դե։ Լավ եք քշում այդ ռոլիկները, չէ՞, որ այս Փիլակյաններով բարձացել եք, ուրեմն լավ եք քշում, էլի։ Ահա, նկարվեցինք։ Ահա։ Ում չենք բարևել։ Աջան։ Իհարկե։ Նկարվել, ինչ հարցեր ունեք մեզ։ Ինչ խնդիրներ կան, որը ուզում եք խոսանք։ Մենք ուզում ենք որ
Են աղջին շինողների որելերը դանցը դատվել են մնացած։ Դե դատվում են, կամաց դատվում են։ Վայ գներես։ Հաջան, էսա մի հատ նկարվեմ տղաների հետ, Եկել մեզ նկարի, որ եկով դուս գանք։ տղաների հետ նկարվեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Համեցեք, լսում եմ ձեզ։ Ես իմ հարցը Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Շնորհակալ եմ, դուք ինչ ուրախ ենք հրաժարանում ձեր պես։ Ես էլ եմ ուրախ։ ձեր թանկ ժամանակը շատ չեմ խնդրում։ Խնդրեմ։ Պրոբլեմները երկար են, եւ դատախազության, հակակոռուպցիոն եւ իմ վարձով ապրելու հետ։ Ոնց կարող եմ անել, որ այստեղ ձեզ այդքան ժամանակը չխլեմ։ Մի հատ որ գրա, որ կարճ բան գրածելնեիք, հեշտ կլներ։ Շատ եմ գրել, դες չի հասել։ Ինչով եք գրել։ Եվ հեռախոսով ունեմ ապացույց, պատասխան, եւ նամակներով ունեմ։ Ինչով եք գրել, ինչով։ Թղթով, դիմումով, Դե դիմումով եկել է եւ ես Տիկին Հակոբյանին ունեմ, որ մերժվել է հակակոռուպցիոնից մերժվել է։ Դե որ մերժվել է հակակոռուպցիոնը քննեմ մերժել է, ես էլ ինչ Դա անեմ։ մերժելու չի, դուք որ կարծաք։ Դե ես ախր չեմ կարա, այդ հակակոռուպցիոնը, գիտեք ինչ, հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար էլ ստեղծել ենք, որ մենք տենց հարցերով կառավարությունը տենց հարցերով չզբաղվի։ Իրանք զբաղվեն։ Հարց չի, ասեմ։ Կոլեկտիվ հարցա չեմ ուզում խոսել այստեղ մեկ։ Շատ լավ։ Բայց ես 35 տարի երկու զինվորի մայր եմ, վարձով ապրող եմ։ Եվ ինձ 6 ամիս մնացել եմ գրանցումից դուրս։ Հայաստանի քաղաքացի չեմ եղել։ Բողոքել եմ, ինձ չեն օգնել ոչի բանով օգնություն չի գալի։ Եվ իվալիտ ենք մենք բոլորով։ Դուք թոշակառու եք։ Այո, տղա։ Հիմա տեսեք, որ ասում եք ոչ մի բանով օգնություն չի գալիս։ Ապրիլի 1-ից ձեր թոշակը բարձանում է։ Մի րոպե։ Ապրիլի 1-ից թոշակը բարձանում է։ Առողջության ապահովագրության շահառու եք։ Այդ շատ մեծ օգնություն է, Գիտեմ, դրա մասին։ Իսկ այդ հակակոռուպցիոնի գործերը, հակակոռուպցիոնի գործ։ Հիմա զինվորի մայր եմ, որը տարել է ինֆարկտ, օպերացիան չեն անում մնացել։ Արի մռուչիկ ջան, արի։ Որը մնացել է։ Արի, ես վերցրու քեզ, Որը բուժման հնարավորություն չունեմ, բայց ես ձեզ հետ, եթե հնարավորություն ունեմ, ես խնդրում եմ 5 րոպե։ Դե այսքան մարդու մեջ չենք կարա, իմ օգնականը այստեղ է, բայց վիրահատության բանի հետ կապված դուք առողջության ապահովագրության շահառու եք եւ պարոն Իսախանյան, տեսեք ինչ հարցում։ Բարև ձեզ, եղբայր։ Ոնց եք։ Լսում եմ ձեզ։ Ես Ղարաբաղից բռնագաղթված եմ։ Լսում եմ ձեզ։ Քաղաքացիությունը ընդունել եմ։ Ընտանիքը քանի հոգի է։ 3։ Ահա։ Դիմը գրել եմ բնակապահովման ծրագրին, առաջի անգամ ասել են, որ ընտանիքը կազմը լրիվ չես ներկայացրել։ Կինս մահացած է եղել։ Պարոն Թորոսյան։ Հա։ Լսում եք։ Ասալ եմ կարող է ցույց չի տալի։ Նորից դե վերականգնել եմ։ Նորից դիմումը գրել եմ։ Արցանց եք չէ՞ գրել։ Երկուսին ասում է ցույց չի տալի իմի բանը։ Էմիգրացիա ինչա։ Եթե խնդիրներ անում, պարոն վարչապետ, համակարգը մերժում է, բայց եթե լուծելի է, մենք հանձնաժողովով կլուծենք։ Նորից գրել եմ, դիմում գրել եմ։ Հիմա դրա համար Միջերաճեշտական հանձնաժողով։ Երկու անգամ գրել եմ։ Տեսեք, հիմա երկու անգամ էլ մերժել է, որ ես իմ ունեցած թղթերս ներկայացրել եմ, այն ինչ որ Ղարաբաղից բերել եմ։ Էլ ուրիշ թողնուց ունեմ հանձնաժողովը։ Մի րոպե, երախում մի բան։ Պողոսյան գարի։ Մի րոպե։ Էս քեզ։ Հիմա նամակը մերտած։ Հիմա հենց հիմա մի հատ պարզեք ինչա, բայց եթե համակարգը մերժել է, ուրեմն մի խնդրեմ կա։ Դե ես ընդեղ Ղարաբաղում տուն ունեի, տանը կինս որ մահացել է, ժառանգություն են ընդունել երեխեքներ, ես ներկայացրել եմ։ Բանը երեխա Եղբայր, հիմա նախարարը կհետաքրքրվի ձեր համար վարչապետ նշանից կտակ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Հաջան։ Արի դու շատ ամաչկոտ ես, արի, մի ամաչի, արի, այսենց։ Եղավ։ Լավ է։ Պարոն վարչապետ, մեր քաղաքապետից մենք շատ շնորհակալ ենք, շատ։ Մենք էլ ենք շնորհակալ ձեր քաղաքապետից, մենակ դուք չեք շնորհակալ։ Ասա։ Ժողովրդին որ չորնից անեք, քիչ մութ են, տանան քարդա։ Բա հիմա տենց բան են կարել, բա հիմա տենց ծրագիր են կարել։ Մի րոպե։ Բա մենք հիմա անհուսալի վարկերի փակելու ծրագիր են կարել, եւ այդ ծրագրի իմաստը հետեւյալն է, որ եթե բանը մայր գումարը միջև 1 միլիոն դրամ է,
գրանցվում եք, միտեղ աշխատում եք, գրանցվում եք, մենք այն եկամտային հարկը, որ դուք պետքա վճարեիք, մենք այդ եկամտային հարկն էլ ուղղում ենք։ Մի մատ դետալ, ես 17 թվին ավարիայի եմ ենթարկել, 3 տարի պարկած եմ եղել։ Ու դիմում են։ Ինչքանա ձեր վարկը եղբայր։ 1.600.000 դատարան։ Մայր գումարը։ Չեմ կարող ասել։ Եթե ձեր մայր գումար միջև 1 միլիոն դրամ աշխատում եք։ Չէ։ Դե պետք է աշխատեք, որ վարկը փակեք։ Ոչ կարում քարտ եկալեմ, ոչ չի բան։ Հիմա որ աշխատեք, լսեք, որ եթե նույնիսկ աշխատում եք միտեղ գրանցված չէ այդ աշխատանքը, այդ աշխատանքը գրանցեք, եթե ձեր վարկը 1 միլիոնից ներքև է, այն հարկը մենք եկամտային հարկի չափով պետությունը կմասնակցի, արագ այդ վարկերը կփակեք, որ ձեր ասած չորնից դուրս գա։ Իշքան են ամսական։ Դե աշխատավարձից կախված։ Այսինքն տանում ենք 100.000 խոսք օրինակ։ Այտենց կոնկրետ հաշվարկը չեմ կարող ասեմ 20.000։ Ինչ չի լինի խոսք օրինակ մենք ամսեկա որ բանկը քարտից փող չտանի, մենք ամսեկա նրանք մուծենք։ Դե եթե քարտի ինչ տարբերություն ինքն է տանում, թե դուք եք։ Բանկը չտանի, մենք մուծենք։ Ինչ տարբերություն։ Տարբերություն շատ մեծ կա։ Դե չգիտեմ, դա մի քիչ տեխնիկական դետալները։ Մի քիչ տեխնիկական դետալ է, այդքան իմ ասած այնա կառավարությունը այդ անհուսալի վարկերի ծրագիրը ընդունել է, որ ձեր նման մարդկանց օգտվի։ Մի հատ բանկին դիմեք, տեսեք բանկին դիմել ենք ինչ պայմաններով։ Բանկին դիմեցինք, դիմում տվեցինք, մայրս տարավ դիմում տվեց, դիմումը վեկալին, ասում ենք ծառացնենք, ու ծառացի իրանք։ 8% նստի վրա ու չեր դատարան, իրանք դատարին։ Եղբայր, հիմա ասում եմ, գնացեք օգտվեք անհուսալի վարկերի ծրագրից, բայց պետք է աշխատեք, ձեր աշխատելու պարագայում պետությունն է մասնակցում, վարկը փակվում է, միջև 0-յանա, ձեր ասած չորնից դուրս ենք։ Այդ քարտ վեկալ ենք։ Չեմ ձեր նախ պետք է աշխատեք եւ ձեր պետությունն էլ կառավարությունն է մասնակցում, որ այդ վարկը փակվեք, որ դուրս գա իջնի եւ արդեն մաքրվի պատմությունը։ Շատ լավ։ Համեցեք, բարև ձեզ եղբայր։ Ես անհայտ կորվածի հարցով եմ ուզում դրել խոսալ։ 20 թվին ձեզ հետ հանդիպել եմ։ Այո, դեկտեմբերին։ Հա։ Պատմել եմ ինչ եղել է, դուք ինձ խոստացել եք, որ հետաքննությունը լինելու պատժվելու են։ Այն օֆիցերները, ովքեր թողը փախել են, պատերազմի ժամանակ անհայտ բան։ Հա, ով թողը փախել է, հիմա համ մեդալ ունի, համ մի հատ էլ բարձր աստեղ։ Ու այդ երեխուց միջև այսօր նորություն չկա։ Հավանաբար ինքը գերի է։ Դե գիտեք հաստատված։ Հա, ես հաստատված գերիների։ Աստուն պրոստը խնդրում եմ, որ գոնե գերի լինի, որ սաղ լինի։ Հիմա կարևոր հարց է, էլի, այդ երեխան չկա։ Մենք տեղը չենք իրանցից, Հակոբյան Հակոբ Խաչիկ է, ինքը Սևանի բնակիչ է։ Հակոբյան Հակոբ Խաչիկ։ Մենք ցենց խաղաղության ենք գնում ուժեղ, բայց մենք գերի ունենք ընդ։ Ես գերի ունեմ։ Եղբայր, ինչ խաղաղություն։ Տեսեք, բա ինչ անենք։ Չգնանք խաղաղություն։ Գնանք, պարտադիր գնանք, բայց հարգելիս տեսեք, հարգելիս, եկեք սենց նայենք։ Այսինքն անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության եւ ոչ թե պատերազմի դեպքում, որովհետեւ պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորությունն է։ Գերիները նոր ձեր ցեղմենք, ասենք խաղաղություն բարի շենք։ Ես ասում եմ, եթե ներողություն, ուրիշ բան եմ ասում եմ, եթե չբարիշենք, գալու հավանականությունը դրանով ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Էսա շատ կարևոր։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որ խաղաղության օրակարգը չլներ, չէին վերադառնալու, որովհետև եթե կոնֆլիկտ է, թշնամանքը շարունակում է, խորանում է, ինչի պետք է վերադարձնեն, կամ փոխանակում ա եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակներում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ խաղաղությունը եւ այդ թեման իրար ոչ թե խանգարում են, խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ նպաստում է։ Երկրորդը, մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անենք։ Մենք հասկանում եմ, բայց հենց ես միշտ մեր հարգելի անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպելու ժամանակ ասում եմ, մենք ներողություն խնդրելով, որ մենք միջև չենք կարողացել այդ խնդիրը, ձեզնից էլ եմ ներողություն խնդրում։ Դուք 21 թվին էլ ասեցիք 2 ամիս գերիները թող սպասեն, թող մեզ սպասեցին, 6 տարի անցավ է։ Բայց 21 թվից քանի գերի է վերադարձել։ Փառք Աստծուն։ Քանիսն է վերադարձել։ Տասնյակները վերադարձել։ Ես ուրիշ բան եմ ասել եմ, եթե հիմա պետք է վերադառնան այսօր կամ իմ ասածից
Այդից մի քանի օր հետո գերիներ վերադարձան 21 թվին։ Տասված սաղ կան, այսօր կան։ Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, ամենօրյա աշխատանք է Բայց տեղի իրանց մենակ թողող այդ օրը գցող այդ աֆիցերները Այդ արդեն դուք ինձ խոստացել եք։ Ինչ եմ խոստացել, ինչ եմ որ խոստացել։ պատժվելու են։ Եղբայր, ես Բայց զվանի են ստացել ու մեդալ։ Եղբայր, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդ մի րոպե, մի րոպե, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդը պատժվելու է։ Ես խոստացել եմ, որ եթե որևէ մեկը որևէ հանցանքագործ է, կպատժվի։ Եվ քնություն է լինելու, բայց այդ քնությանը պետք է այդ զինվորներն էլ կանչվեն։ Ոչ մեկ չի կանչվել, այսինքն քնություն չի եղել։ Ոնց պատժվեն։ Բացառված է քնություն եղած։ Բայց զինվորները բացառված է այդ հարցով, այդ երեխու հարցով։ Ոչ մի բան չէ, ոչ բացառված է քնություն։ Տվյալը դուք ասեցիք, չէ՞, անհազգան ասեք։ Ես էլ եմ ասել, ձեր օգնականն էլ գիտի դա Շատ լավ։ Հիմա իմ այդ հարցերով զբաղվող օգնականը, ով որ անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, ինքը ստեղ է հիմա։ Բայց անունն էլ հնչեցրի, կխնդրենք քննչական կոմիտեն լրացուցիչ պարզաբանում կտա, թե ինչա, ինչ ճանաչում եք, հա։ Ես էլի ասում եմ, էլի ներողություն եմ խնդրում, որ միջև հիմա այդ հարցը լուծված չի, բայց էլի եմ ասում, խաղաղությունը այդ հարցը լուծելու է եւ ոչ թե խաղաղությունը այդ հարցի խոչընդոտը։ Չէ կարող հարմարվեմ ոչ մեկս էլ հաստատուն խաղաղություն, բայց ընդ գերի ունենք։ Էդի բա ինչ անենք, պատերազմ անենք։ Չէ, բա ինչ անենք։ Ուրեմն հաստատուն չի խաղաղություն։ Չէ, մի րոպե, բա ինչ անենք։ Հաստատուն չի ուրեմն, չէ։ Չսա եթե սխալ եմ ասում ու։ Ես ուրիշ բան եմ ասում եմ, մենք ասել եմ խաղաղությունը հաստատված է, բայց խաղաղությունը ուժեղանալու, ինստիտուցիոնալանալու խնամքի կարիք ունի։ Եվ խնամքի կարիք ունի։ Եվ մենք այդ խնամքը տանում ենք։ Այդ խաղաղությունը կարանք սենց վեդրոյի պատկերացնենք ջրով լիքը դույլ է, կարանք սենց մի ոտով շուրջ տանք։ Ու հետո չեք ասում, այդ գերիներին գոնե ճան։ Ուրեմն լսեք, ես չգիտեմ ընդ շփումը։ Պաշտոնապես ասում եմ, որ մենք ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Բայց մենք երկու հարց պետքա տարբերակենք։ Այն դեպքում, երբ որ մենք հաստատված գերիներ ունենք, այն դեպքում, երբ որ հաստատված չի փաստը, որ իրան գերի։ Ես պրոստը աստված եմ կանչում, ինքը գերի լինի գոնե։ Բոլորս էլ աստված են կանչում։ Բոլորս էլ աստված են կանչում, բայց նաև աշխատում ենք։ Լսեք, մենք աշխարհի ամենաառաջատար հատուկ ծառայությունների հետ այդ թեմայով նաև աշխատում ենք։ Ասում ենք, խնդրում ենք, եթե կա տեղեկություն, որ կան մարդիկ, որ իրականում մենք տվյալ չունենք, բայց գտնվում են որևէ տեղ անազատության մեջ, եթե ինֆորմացիա լինի, այդ ինֆորմացիան մեզ կիսի։ Բնականաբար Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք։ Եվ երբ որ որևէ փաստ հաստատվում է, մենք այդ փաստը ի գիտություն ենք գտնում, այսքանն է։ Փաստ կա, որ գերի ունենք։ Փաստ, եղբայր, փաստերը խնդրում եմ, մանավանդ ճանաչում եք պարոն Սախանյանին, այդ փաստերը իր միջոցով փոխանցեք։ Երեխեք ջան։ Հա։ Էսա, եղբայր, մի վարքյան։ Հա, նկարում։ Էսա նկարվեմ երեխեք է։ Էսա նկարվեմ երեխեք է։ Ահա։ Լսում եմ։ Մի հատ կարելի է ձեր այդ նկարը։ Իհարկե կարելի է, հա, եղբայր, բարի։ Լսում եմ ձեզ։ Այս անգամ մի վարքի։ Վարչապետը սա է։ Ներկայ կզնաչոք տա։ Հա, իհարկե կա։ Ոնց ենք ասել, որ ձեզ տեսնենք, վարչապետ։ Լսում եմ եղբայր։ Պարոն վարչապետ, ես Մարամարից եմ եկել։ Ոնց որ առողջական լուծումներ ունեմ, այս մի տարուց ավելա դիալիզ եմ էլի ընդունում։ Ուզել եմ քաղաքացիություն ընդունեմ մաման պապաս տեղից, այն չի ստացվել, ոնց որ սխալմամ ինձ փախստականի կարգավիճակ են տվել։ Դեք դուք Հայաստանում եք ծնվել։ Հա։ Բայց դուք քաղաքացիություն ունեք, էլ ինչի եք բանան։ Դե սխալմամ ինձ տվել են, էդի հետո հետ եմ վերցրել։ Մի խոսք ձեզ էլի ենք դիմել այդ հարցով, ճիշտ ասած, հիմա ինձ պետքա քաղաքացիություն ընդունեմ, բոլորը ոնց որ ընտանիքս ընդունել են, կինս, երեխես, սա երրորդ երեխեն է ծնվում։ Ոնց որ կարողանամ այդ սերտիֆիկատից օգտվել։ Խառնեցինք իրար, եղբայր, եթե հիմա քաղաքացիություն դուք նախկինում էլ քաղաքացի եք եղել։ Չէ, ես Արցախում եմ ստացել առաջի անձնագիրը։ Հիմա ինձ ասում են ոնց որ քրեական գործ են։ Մի րոպե։ Պարոն Թորոսյան։ Թորոսյանը ուր է։ Կարամ նկարեմ։ Հա։
Հա, իհարկե։ Մի քիչ ինֆորմացիան ձեր ասած, մի քիչ իրար հակասեց։ Ճիշտ ասած Էսա կասե, գեղբայր, էսա կասե։ Մի քիչ խառը պատմություն ասում, մի հատ հանձնարարեք իր հարցով, առողջական խնդիր էլ ունի դիալեզա բանանում, մի հատ իր հարցով թող կապվեն հասկանան ինչ է, էլի։ Շնորհակալ եմ, պարոն Ասենք մեր վարչապետին տեղել։ Մի հատ իմ ձեռով փակցնեմ։ Մի հատ էլ ինձ էլի, Հաճույք։ վարչապետ ջան։ Մի հատ էլ նկարվենք էլի։ Հաճույք։ Վայ վարչապետ ջան, շատ ապրեք է, շատ։ Մեր հզոր վարչապետ ջան։ Դրոշկը տակ իմը կորցրեցի։ Էս կորցրեցիր, բա ուր կորցրեցիր։ Դե պիլ պահի որ չկորցրես։ Կորցրեցի։ Բայց որ գետնին չգցեք, որ գետնին հա, բայց լավ կպահեք, որ գետնին չընկնի հանկարծ։ Դարձ կարելի է պարավարտ։ Հա։ Խնդրեմ, բարև ձեզ, իհարկե։ Մենք գյուղացի ենք։ Հա, հրազդանում եք ապրում։ Ճարչեցի եմ ստեմ ապրում։ Հա, եղբայր։ 2 տարի է բողոքում ենք, շենքի տակին այսքան ջուր կա, ոչ մեկը չի ընդառաջում։ Դե Պարոն Միքայելյան, ինչ ենք անելու այդ ջրերի հարցելի ասած։ Հայրիկ ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Եկել եմ մենք քանձեր մոտ։ Այդտեղ ընդհանուր այսքան ջուր է, Էսա թող խոսեն։ Գլավնի կոլեկտորի տակ կապված խնդիրը։ Մենք օրենքի շրջանակների մրցույթ ենք հայտարարել, շուտով մրցույթը կկայանա։ Հա, այսինքն արվում։ Որ պետք է բացվելի խցաված։ 2 օր մեկ, ես մարդ եմ տանում իմ կողմից, ես բացել եմ տալի։ Ջրմուղ եմ զանգամ մարդ չկա։ Դե երեք էլ եմ մեքենան մոտեցել, բայց ընդհանուր մագիստրը, հա, կոլեկտորը խցաված։ Հիմա մրցույթ են անում, որ այսինքն լրիվ փոխվելու է։ Չէ, խցանված է, պարոն վարչապետ, հատուկ տեխնիկա կա, որ այդ աշխատանքը պետք է։ Բայց ինքը համակարգը ի վիճակի է, թե պետք է փոխ։ 80%, 90% խցանված է կոլեկտորը, բոլոր բազմաբնակարան շենքերը նույն խնդիր ունեն։ Բա ինչ են անելու, ո՞նց են։ Մրցույթը հայտարարենք օրենքի Ի մրցույթը նկատի ունեմ ինչի համար է մրցույթը, մաքրելու թե վերանորոգելու։ Չէ, մաքրելու։ Իսկ հատվածներ կան, որ Բա ասենք ծառա, եթե հաճախ արվ Շատ մեծ խնդիր է սա, մոտ մենք Վիոլայի եւ ջրային կոմիտեի հետ հենց հիմա քննարկումների մեջ ենք։ Մոտավորապես արդեն դիմնել գիտենք ամբողջությամբ փոխելու 4 միլիարդի ծրագիր է, այս տարվա մեջ նախագծան կողմից։ Հա, բայց դե մի պրոբլեմ է, էլի ենթակառուցվածքները սովետական շենքերի մաշած են ու պրոբլեմ։ Կոլեկտորը մինչև չբացենք Լավ, օքեյ, բացեցինք, մաքրեցինք, հետո ինչ ա։ Բայց հատվածներ կա, որ բազմաբնակարան շենքի գույղագծերը Բայց նկատի ունեմ, այդ եմ ասում, ի վիճակի են այդ խողովակները սպասարկել։ 50-60 տարվա Դե պետք է փոխվի։ Հիմա սուբվենցիայով որ մասնակցում ենք սուբվենցիան, բոլոր բազմաբնակարան շենքերի գույղագծերը փոխարինվում են նորով։ Դե այդ եմ ասում, այսքան պատուհաններից էլ նայում եմ, ասում եմ, այսքան սարքում ենք, բայց հələ ինչքան պրոբլեմներ կան, հա։ Հա, որովհետև այս շենքերը, հա, պրոբլեմն է չէ, բա, պրոբլեմն է նա, որ այս շենքերը երբ են սարքել, որ թվին են սարքվել։ 60-ական թվերին սարքվել են, դրանից հետո նորմալ չի սպասարկվել, մի հատ էլ բանի ժամանակ 90-ականների սկզբին սառել, տրակել, կիսա բան եւ այլն ու շատ մեծ խորը խնդիր է։ Այս տարիների ընթացքում մոտ 5000 մետր արդեն փոխարինվել է նորով։ Ձերորով։ Հա։ 5000 մետրը քիչ չի։ Հա։ Քիչ չի։ Այս տարի էլ 70 բազմաբնակարան շենքի բակային հատված ասֆալտապատում ու նաև գույղագիծ գծերն են ընդհանուր համակարգը փոխարինվում։ Շատ լավ։ Հաջան։ Մի խնդրանքով ես օրաշ գազում եմ աշխատել մի տարի 20 օր փակա։ Ինչ որտեղ եք աշխատել։ Օրաշ գազում։ Տրասվերի զապրատիկա։ Ինչի՞ է փակ։ Դες չական է փակի։ Գազ չտալի։ Ինչի։ Չգիտեմ։ Դե մի խնդիր կա։ Մենք պետության հետ խնդիր չունենք։ Բա ում հետ ունեք խնդիր։ Գազպրոմի։ Խնդիրն է դա ինքը։ Պարոն Խուդացյան։ Փաստորեն չի գազ տալը որ աշխատել։ 20 կիլոմետրեն 4 հատ գազալացակայան փակ, հեսա մի տարի։ Հա, մի տարի, ինչի։ Քրական գործ բան կա հարուցված։ Հետը հարց չունենք։ Վստահեք հարկային բան։ Լրատվություններով են նայ սաղ մուծած է, ինչ որ կա պետության հետ պրոբլեմ չկա, ինչ կա մուծած է։ 4 հա։ Մի հատ հետաքրքրվեմ, հա։ Մի հատ հետաքրքրվեմ պատճառն ինչ է։ Մի հատ հետաքրքրվեմ։ 4 հատ, հա, 4 հատ կիլոմետրի վրա։ Բայց նույն մարդունն է 4-ն է։ Հա։ Բա ի՞նչն է խնդիրը։
Այս խնդիրը Գազպրոմն է։ Լավ կպարզեմ։ Օրանժ։ Մեկը օրանժ։ Շատ արդեն գնալու ժամանակը չի մեր։ Մի հատ որ քամբրենք շերի մենք վարչապետ ջան մենք բան վարակալ են 20 հատ մենք ձեզ ենք վարչապետ ջան մենք գնանք պայքարում ենք Շատ լավ, մի հատ հետաքրքրվենք Խուդացյանը ուրա։ Փորձվեն է փորձ Ոնց ենք անցնում ավտոբուսի մոտ։ Անցում։ Բա հետո այնտեղ պետք է։ Աջան։ Մենք շնորհակալ ենք քեզնից։ Այսօր թոշակառուն վարետում է հետազոտման վիրահատման, իր թոշակը դառնում է 1,40,000 Այո, ճիշտ է։ Իհարկե բոլորին առողջություն, ոչ մեկ կարիքը թող Հետո չունեն։ թոշակը այդքան է դառնում։ Սերսասյանը չմոռանա, որ զինվորի գլուխը իր օրոք տարան դերին Ալիևի սեղանին։ Շատ բան կասելու, չեմ ասում։ Այս ինչ պատմություն է, կարող է գիտեք, ինչ որ ասում է 20 հատ գազալցական փակ է այս տրասայի վրա։ Ինչ որ պատճառով։ Ամենայն հավանականությամբ են գազալցականների հայտնի պատմություն է, էլի որ Ասում է Գազպրոմի այդ խնդիրը։ Մի հատ էլ հետաքրքրվենք անենք։ բայց եթե Բան Խուդացյան արդեն հա, համեցեք։ Արդեն շարժվելու ժամանակն է։ Շարժվենք արդեն։ Երեխեք։ Հեսա տամ։ Դուր մի հատ այդ պինից։ Երեխեք ձեզ տվել եմ սրանից։ Մի հատ էս ձեզ, էս քեզ։ Շնորհակալ եմ եղբայր ջան։ Էս քեզ։ Զգուշ կլնես չընկնի։ Ես եմ շնորհակալ։ Էս քեզ։ Ես քեզ ում չենք տվել սրանից։ Էսա, դուրս է։ Էս քեզ։ Էս քեզ։ Էս քեզ։ Էս քեզ։ Բայց հաստատ ուրիշ եք չէ տալիս։ Ահա, էս էլ քեզ, մռունչ ջան, ինչ անունը։ Լիանա։ Ահա։ Էս է քեզ։ Գնացինք, վերջ ժողովուրդ ջան, արդեն ուշանում ենք։ Լավ եղեք։ Լավ եղեք, ստեսություն, 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 բայց չտվի մի հատ, չէ գնանք արդեն, վայ ոնց եք, ուրախ եմ ձեզ տեսնելու, բարև, լավ եք, գնանք, ձեզ հետ, ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ, առայժմ, ահա, ես էլ հրազդանի մեր շփումները